Հրապարակ թերթը գրում է Գագիկ Ծառուկյանի Multigroup կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ պարզվում է Պեկը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ Orange Mall-ում, Անդորում ոչ միայն բուն առևտրի կենտրոնում, այլև առանձին վաճառակետերում։ Աշխատակիցները թերթին հայտնել են, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը 600,000 դրամով։ Orange Mall-ի տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ Պեկը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր համակարգիչների ինֆորմացիան կրիչներով։ Թերթի տեղեկություններով Orange Mall-ն էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ 7 ամիս, նախարարը մինչև օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Թերթի տեղեկություններով Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը փաստացի կանգ է առել, նոր գործընթացներ չեն իրականացվում եւ այն ըստ էության մնացել է անորոշ վիճակում։ Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին Ժողովուրդ օրաթերթը հայտնել էր, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել բացառապես դատարանի պարտադրանքով, գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով մեկ ամսով կասեցվել են Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները եւ կրկին ստուգումներ են սկսվել, երբ ընդամենը վերջերս էին արել եւ խախտումներ չէին հայտնաբերել։ Թերթի տեղեկություններով վերևից հրահանգ կա ազատել նրան։ Քրեակատարողական ծառայության 35-ամյա պետ Ծովինար Թադևոսյանը, որն այդ պաշտոնի նշանակվել է միայն այն արժանիքի համար, որ Սրփուի Գալյանի մտերիմն է, չի հանդուրժում փորձառու կադրերին, հատկապես նրանց, որոնք հակադրվում են իրեն առարկում իր հրամաններին, ինչը եղել է Ղազարյանի դեպքում։ Նրան այդ հարցում աջակցում է տեղակալ Սահա Գրիգորյանը։ Նախ Արթիկի ռեժիմի պետ Արթուր Դանելյանին են ազատել, ստիպել, որ պետի դեմ ցնցմունք տա։ Նա հրաժարվել է ու կորցրել աշխատանքը։ Հիմա կենտրոնացել են պետի վրա։ Թերթի տեղեկություններով արշալույսները խաղաղ չեն նաև Գորիսի քրեակատարողական հիմնարկում։ Այստեղ էլ օրերս 2 հերթափոխի աշխատակիցներ միասին ազատման դիմումներ են գրել, հոգնելով ստեղծված վիճակից, երբ ամեն անկապ պատճառով ստուգումներ են անում, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի հետաքննությունը վերհանել է մի ուշագրավ օրինաչափություն, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման սկզբունքը։ Ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի 2023-ից 26 թվականների նվիրատունների ցանկերը եւ դրանք համադրելով Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցուցանիշների հետ, ակնհայտ է դառնում, որ իշխանական ընտանիքի հիմնադրամի ամենաառատաձեռն հովանավորները հենց երկրի խոշորագույն տնտեսվարողներն են, հատկապես հանքարդյունաբերական հսկաները։ Առաջին հերթին աչք է զարնում հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների կենսական դերակատարումը հիմնադրամի բյուջեի համալրման գործում։ Մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2025 թվականին 20 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։ Թեղուտ Փակ բաժնետիրական ընկերությունը 2023-ից 24 թվականներին հիմնադրամին նվիրաբերել է 5 միլիոն դրամ, իսկ 2026 թվականին 10 միլիոն դրամ։ Հայաստանի թիվ 1 հարկատուն Mobile Center-ը 2025 թվականին 10 միլիոն դրամ է նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սուքիասյան հիմնադրամը 2025 թվականին փոխանցել է 10 միլիոն դրամ։ Ջերմու գրուպը 2025 թվականին նվիրաբերել է 10 միլիոն դրամ։ Այդքանը նվիրաբերել նաև 2023-ից 24 թվականներին։ Այս ամբողջ ֆինանսական պատկերում առանձնակի հետաքրքրության տեղիք են տալիս հիմնադրամի հաշվետվություններում տեղ գտած տասնյակ միլիոնավոր դրամների հասնող անանուն նվիրատվությունները։ Ամփոփելով նշված տարիների ֆինանսական ողջ պատկերը կարող ենք փաստել, որ 2023-ից 26 թվականների ընթացքում Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին տրամադրված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 854 միլիոն դրամ, ավելի քան $404,000 եւ շուրջ 26,000 եվրո, գրում է թերթը։